Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո Մայիսի 9 Արի սիրեկանս, դուրս գանք դաշտը, տեսնենք, թե որդը ծլել է։ Երգ 7-րդ գլուխ 11 և 12-րդ խոսքեր։ Եկեղեցին պատրաստվում էր եռանդուն աշխատանքի և փափագում էր, որ իր տիրոջ ընկերակցությունն իր հետ լինի։ Նա չի ասում «ես դուրս կգամ», այլ ասում է «եկ դուրս գանք»։ Օրհնյալ է այն աշխատանքը, որի ժամանակ Հիսուսը մեր կողքին է։ Աստծո մարդկանց գործն է Աստծո որդը մշակելը։ Մեր առաջին ծնողների պես մենք էլ դրվել ենք Տիրոջ այգում օգուտ բերելու համար։ Եկեք ուրեմն դուրս գանք դաշտը։ Նկատեք, որ երբ եկեղեցին առողջ կարգավիճակում է, ուզում է Քրիստոսի հաղորդակցությունը վայելել իր բոլոր աշխատանքների մեջ։ Ոմանք կարծում են, որ կարող են ջերմեռանդորեն չծառայել Տիրոջը և այդուհանդերձ հաղորդակցություն ունենալ նրա հետ, սակայն նրանք սխալվում են։ Անկասկած, չափազանց հեշտ է ներքին կյանքը սպառել արտաքին գործունեությունների վրա, իսկ հետո փեսացուին բողոքել։ Ինձ պահապան էիր դրել այգիներին, բայց ես իմ սեփական այգին չէի պահպանում։ Երգ 1 գլուխ 6-րդ խոսք։ Սրա միակ պատճառը, սակայն, ոչ այլ ինչ է, քան մեր սեփական անմտությունն ու անփութությունը։ Ակնհայտ է, որ ոչինչ չանող հավատացյալը կարող է հոգևորապես նույնքան մեռած դառնալ, որքան ամեն տեսակի ունայն բաներով զբաղված մարդը։ Մարիամը գովասանքի չարժանացավ հանգիստ նստելու համար, նա գովասանքի արժանացավ Հիսուսի ոտքերի մոտ նստելու համար։ Նմանապես էլ քրիստոնյաները չեն գովաբանվի Հիսուսի հետ գաղտնի հաղորդակցության պատրվակով իրենց պարտավորություններն անտեսելու համար, ոչ թե պարզապես նստելը, այլ Հիսուսի ոտքերի մոտ նստելն է գովելի։ Մի կարծեք, թե գործելն ինքնին չարիք է, այն մեծ օրհնություն է և շնորհի դրսևորման միջոց մեզ համար։ Պողոսը շնորհք էր անվանում այն, որ իրեն թույլատրված էր ավետարանը քարոզել, և քրիստոնեական ծառայության յուրաքանչյուր տեսակը կարող է անձնական օրհնություն դառնալ նրանց համար, ովքեր նվիրված են դրան։ Քրիստոսի հետ ամենաշատ հաղորդակցություն ունեցող մարդիկ մենակյաց ճգնավորներ չեն, ովքեր շատ ազատ ժամանակ ունեն, այլ մարդիկ, որոնք անխոնջ աշխատելով տանջվում են Հիսուսի համար, և իրենց տքնաջան աշխատանքի մեջ Հիսուսն իրենց կողքին է, այնպես որ նրանք Աստծո գործակիցներն են։ Այսպիսով, եկեք հիշենք, որ ամեն բան, որ մենք պետք է անենք Հիսուսի համար, կարող ենք և պարտավոր ենք անել գտնվելով նրա հետ սերտ հաղորդակցության մեջ։